Լեռնիկ ջան, շնորհակալ եմ այսօր մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն, ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ սկսենք նրանից, որ մենք բոլորս ձեզ ճանաչում ենք էկրանների միջոցով, այսինքն հիմնականում սերիալներում, ֆիլմերում, ձեզ բազմաթիվ, կարելի ասել, այդ էպիզոդներում տեսել ենք, եւ շատերը կցանկանան իմանալ արմատներով որտեղից եք, մի փոքր պատմեք ձեր մասին։ Արմատներով Տաուշեցի եմ, նախկինում Շամշադին, ծնվել եմ այնտեղ ու 4-5 տարեկանում տեղափոխվել ենք արդեն Եղվարդ։ Ու մանկությունս արդեն պատանի տարիներս, եթե հիմա չհաշվեմ, որ էլ պատանի չեմ, այդ տարիներս նույնպես անցել են Եղվարդում, դեռ անցնում է Եղվարդում։ Բայց հոգով, սրտով կապված եմ Շամշադինին, Տաուշին։ Իսկ ինչպես տեղափոխվեցիք Երևան եւ սկսեցիք ձեր գործունեությունը ծավալել։ Ես եղել եմ 4 տարեկան։ Ծնողներիս որոշումն է եղել, երևի Երևանին ավելի մոտ լինել, ինչ-ինչ հարցեր երեխեքի հետ կապված բան, ապագայի կամ չգիտեմ, այսպես։ Հետա եղել երևի թե կարծում եմ։ Թե չէ ես տենց աղոտ դրվագներ եմ հիշում տեղափոխման։ Բայց միևնույն է կապված է արմատներիդ հետ։ Շատ կապված եմ, շատ։ Հոգով, սրտով, չգիտեմ։ Եղվարդն եմ շատ եմ սիրում, աշխարհում երևի թե ամենաշատը Եղվարդն եմ սիրում, որ գնում եմ շրջագայության կամ ասում եմ Երանի 2 օր առաջ արդեն գտնվում եմ Եղվարդում։ Բայց սիրտս այնտեղ է։ Եվ դերասանական կարիերան ընդհանրապես մինչև դրան անդրադառնալը նախ հասկանանք ոնց եք ընտրել մասնագիտությունը, թե մասնագիտությունն է ձեզ ընտրել։ Որ ասեմ այդպես նպատակ եմ ինչ որ դրել կամ տենց մեծ ցանկություն ա եղել, պահիտակի որոշում ա եղել, են էլ գիտեք ոնց էր մաթեմատիկայի դասի ժամանակ խնդիր էի լուծում գրատախտակին, ընկեր Հովհաննիսյանը մեր մաթեմատիկայի ուսուցչուհին ընդհանրապես ասեց ինչի դերասանական չես տալիս գործերդ, ու այդ ժամանակ ես պարապում էի Ժող ինստիտուտի համար, ընդունելության արդեն բավականին երկար մի տարի պարապել էի, կարելի ասել պատրաստ, որ հարցրեց, չգիտեմ ես իմ չեմ իմանում, ու տենց մտավ մեջս, ոնց որ ցեց գցեց էլի իմ մեջ, ու գնացի տան ասի ես տալիս եմ դերասանական, ուզում եմ ասեմ տենց մեծ փափակ բան չի եղել, էլի դա իմ առաջ դրած, ես պահիտակի որոշում ու կողմնորոշումս միանգամից թեքվեց, հետաքրքրվեցի ինչա պետք, ոնց ա պետք, ու տենց ընդունվեցի Թատերական ինստիտուտ, ես էլ չհասկացա ոնց։ Իսկ ընդունվելուց հետո ընդհանրապես ինչպես էր ինստիտուտում, քանի որ ոչ այդքան մեծ նպատակներով էիք ընդունվել, բայց ոնց դասավորվեց այնպես, որ կարողացաք հասնել բավականին մեծ հաջողությունների։ Այդ մեծ հաջողությունների հասնելը իմ համար մի քիչ հարաբերական հասկացողություն է, ես չեմ համարում, որ ես հասել եմ մեծ հաջողությունների կամ ասում են բարձրունքների, ես չեմ համարում, գործա զբաղվում ենք, մասնագիտությունն աշխատում ենք, բոլոր, որ տենց մտածենք, այն երակցողներն էլ հասե բարձրունքի, ոչ մի մասնագիտության անուն չեմ դնում, հա, բոլորն էլ կարող ենք համարենք, որ իրենք հասել են մեծ հաջողությունների կամ բարձրունքների, այդ ոնց լինելը մի քիչ ես էլ եմ զարմանում, ոնց եղավ, որ մի քիչ շատ է տրվում այս մասնագիտության մեջ ինձ, ես չեմ ձգտում, որ ես ունենամ, ուղղակի տրվում է, միգուցե աղոթքներիս արդյունքն է, որ ասում եմ Աստված ջան, շնորհակալ եմ այսօրվա համար, ինչ ունեմ, ու ինքն էլ, որ այդ շնորհակալությունից հետո տալիս է երևի ինչ պետք է, հաջողություն կամ չգիտեմ, բայց բարձրունք չէ էլի։ Բայց միևնույն է, երբ որ մասնագիտությունը ընտրում են, շատերը այսօր տարածված կարծիք է եւ գիտեմ, որ դերասանի մասնագիտությունը այնքան չի վճարվում, որքան որ օրինակ հնարավոր լինի, մարդը կարողանա իր բոլոր կարիքները հոգա, ինչպես էր ձեր պատկերացումները արդեն ֆինանսականի վերաբերյալ եւ արդյոք դժվարությունների չեք բախվել։
Դժվարությունների շատ եմ բախվել, շատ։ Դե, չգիտեմ, կա տենց մասնագիտություն, որ միայն դրանով կարողանան ապրել։ Ես երկար տարիներ նվագելով եմ զբաղվել, չգիտեմ, խումբ եմ ունեցել, երաժշտական, ինչու՞ չէ, նաև եղել է ժամանակահատված տաքսի եմ քշել, բայց այս մասնագիտությունից չեմ հրաժարվել։ Այսինքն կողքից միշտ արել եմ, որ ինքը մնա։ Զբաղվել եմ ֆինանսականը, ես միշտ կարողացել եմ էլի, գոնե մինիմալը ապահովեմ, բայց չկորցնեմ սա։ Որովհետև սրա համար ժամանակ, գումար, ներվ, ամեն ինչ եմ ծախսել, ուղղակի գցել ջուրը իմ համար չի դա։ Ու հիմնական խթանիչը հանդիսացել է իմ հայրը, եղել է մեկ-մեկ հիասթափություններ, որ արտահայտվել եմ իր մոտ, որ ուզում եմ թողնեմ, ասել է երբեք կյանքում չթողնես մասնագիտությունը, հետո լավ է լինելու։ Ես քո կողքին եմ, ես ամեն ինչ կանեմ, մենակ դու չթողնես այդ մասնագիտությունը։ Հետոն ես քեզ հավաստիացնում եմ, որ լավ է լինելու։ Ու տենց Իսկ հիմա լավ է։ Այսինքն ներկայությամբ գոհ եք։ Ընդհանրապես որ գլոբալ ասեմ, միշտ գոհ եմ եղել ես։ Ես իմ կյանքից միշտ գոհ եմ եղել։ Իրա թերություններով հանդերձ։ Ոչ մեկս Հիսուսի նման չենք կարող ապրենք, բայց ամեն դեպքում միշտ ասել եմ շնորհակալ եմ Տեր Աստված։ Նաև այսօր կա մեկ այլ խնդիր, որ հիմնականում շատ են բարձրաձայնում մարդիկ, ովքեր դերասանական կրթություն չունեն եւ Instagram-յան հարթակներում կամ սոցիալական այլ ցանցերում ունեն բավականին մեծ հետևորդներ, շատերը ասում են, որ այդ մարդիկ ավելի են կարողանում առաջ գնալ, տեղ ունենալ այս աշխարհում, քան այն մարդիկ, ովքեր երկար տարիներ կրթություն են ստացել։ Ընդհանրապես ինչպես է ձեր պատկերացումը այս հարցի շուրջ։ Եթե դա վերաբերվում է դերասանական դերասանությանը, որ իրանք ունենում են մեծ հաջողություններ, իրանք էլ դրա մեջ մեղավոր չեն։ Իրանք պիտի ասեն, որովհետև իրանց տեղ են տալիս դրա մեջ։ Ինձ էլ են, որ կապ չունենայի, տենց անընդհատ կանչեին, ես էլ գլուխ կգովայի, որովհետև այդ ճանապարհը չեմ անցել։ Այդ բարդ դերասանական ճանապարհը չանցնող մարդը պիտի գլուխ գովա, որովհետև այն մարդը, որ տարիներով վարձ է տվել, տարիներով քնել է այդ ինստիտուտում, էներգիա ծախսել, դպրոց անցել, խոսքի վրա է աշխատել, շնչառության վրա է աշխատել, շարժման վրա, չէ՞ որ դերասանական շարժումը դա առանցին կուլտուրա է։ Չի կարա մարդը գա կանգնի բեմում կամ կանգնի տեսախցիկի առաջ ու ըստ կանոնակարգի, դերասանի կանոնակարգի շարժվի այդ ամեն ինչի առաջ, չի կարա։ Իսկ եթե այդ ամեն ինչից հետո տեղ են տալիս, կանչում են այդ մարդը պիտի գլուխ գովա, դա նորմալ է։ Դա նորմալ է, ես չեմ մեղադրում ոչ մեկին։ Բայց նաև ցավալի կողմել ունի այս հարցը, որ ասում ես բայց ինչի համար են այդքան բաներ։ Երևի մի քիչ արժեքային տեղերը փոխվել է, արժեքային համակարգերը փոխվել է մի քիչ, չգիտեմ։ Բայց նաև էկրանին կամ բեմում երևում է։ Երևում է այդ ամեն ինչը։ Ինձ էլ որ մի բանի մասնագետ չլինեմ, կանչեն անընդհատ բանը, ես էլ գլուխ կգովամ, կասեմ, հարա, չեմ անցել, բայց պետք եմ այդտեղ։ Պատկերացնում եք, ինչ տվյալներ ունեմ, որ ինձ օգտագործում են այդ ամեն ինչի մեջ։ Դա նորմալ է։ Նաև երբ որ արժեքների մասին ենք խոսենք, թե մարդու արժեքները ընդհանրապես փոխվում են որոշակի հաջողությունների հասնելուց, եւ ձեր մոտ նկատել եք նման բան, որ իհարկե ինչպես դուք նշեցիք, չափազանց մեծ հաջողություններ չասենք, բայց իհարկե կարողացել եք հասել որոշակի բաների եւ դրա միջոցով արդյոք ձեր մեջ փոփոխություններ են եղել, ձեր ընկերական շրջապատում փոփոխություններ են եղել։ Չէ, ֆունդամենտալ ոչ, որովհետև
իմ այդ ձեր ասած ինչի որ հասել եմ, չեմ իմ նշանակետը միշտ եղել է բարձրյալը, Աստվածն է եղել։ Ես թե իմ ֆինանսական հարցով, անգամ երբ որ իրան աղոթք եմ անում, ասում Աստված ջան, այս գործին եմ գնում, ոչ թե իմ աշխատավարձը, այլ իմ վարձքը դու որոշի ինչքան։ Իմ հաջողություն դու ինձ օգնի պատվով դուրս գամ այդ ամեն ինչի մեջից։ Այսինքն ես եթե առաջարկ եմ ստանում, ես կուրծքս տնկած չեմ գնում այդ պրոյեկտում մասնակցելու։ Ես վախենալով եմ գնում։ Ասում եմ մարդ եմ, կարողա թերանամ, կարողա չգիտեմ ինչ, բան։ Ու երբ որ ես խոնար եմ իրա դիմաց, իրա առաջ, իմ մեջ չի կարա ոչ մի մարդկային արժեք փոխի։ Մասնագիտություն կլինի, հաջողություն կլինի, ոչ մի բան չի կարա իմ մեջ փոխի։ Ես էլ եմ մարդ, ես էլ եմ մահկանացու։ Նաև հիմնականում, երբ որ նկարահանվում եք մեծ պրոյեկտներում, շատ է լինում, որ լինեն դերասաններ ավելի, կարելի ասել ոչ թե մեծ բարձունքների հասած, բայց դերասաններ, ովքեր երկար ժամանակ են ոլորտում։ Արդյոք դա վերաբերմունքը եւ շփումը առաջացնում է որոշակի խնդիրներ, այսինքն որ մարդը կարող է իրեն ավելի բարձր դասել մնացած դերասաններից, թե նման երևույթների չես հանդիպել։ Միգուցե հանդիպել եմ, բայց տեղ չեմ տվել։ Իմ համար այդ պահին կարևոր է գործի հաջողությունն է, գործի մեջ ինձ կարողանամ ճիշտ դրսևորել, իսկ թե ինքը իրան ոնց կպահի, ինչ կպահի, բարձր կպահի, թե ցածր, դա իմ խնդիրը չի։ Դա արդեն իր խնդիրն է։ Նաև խոսենք դրա մասին, թե արդյոք որոշակի արժեքներ, նաև երբ որ նշեցիք ձեր արմատները, ինքս արդեն պատկերացնում եմ, թե ինչպիսի արժեքներ կան մարդու համար խանգարի դերասանական կարիերայում, այսինքն պետք է օրինակ դերասանը այնպիսի բան անի, որը իր սեփական արժեքներին չի համապատասխանում։ Նաև այսօր մենք տեսնում ենք, որ բավականին շատ թրենդներ են տարածվում եւ պետք է մարդը համահունչ գնա ժամանակի հետ։ Ինչ եք կարծում, ինչպես եք վերաբերվում այդ ամենին։ Անկեղծ որ ասեմ, ինձ մեկ նկատողություն են անում, որ այս ստորիդ որ գցել ես մի քիչ չի բռնում դերասանական, այս բանը որ անում ես շատ ես, ինձ անգամ Մոսկվայում էլ նկատողություն արեցին, որ մի քիչ քեզ արտիստիկ պահի, բայց էլի չհասնեց իմ վրա, որովհետև երբ որ նկարահանվում էի, շքեղ տուն էր գալի, հատուկ իմ հանգստանալու համար այդ։ Ես այդ տնից չօգտվեցի, որովհետև լիքը արդեն ընկերներ էի ձեռք բերել այդ նկարահանման հրապարակում, իմ ժամանակը իրանց հետ էի անցկացնում, շփվում, ասում, խոսում, ծիծաղում։ Այդ անգամ այդ շքեղությունը ինձ չգրավեց, որովհետև տեսակը սեն չի, որ առանձնանամ, գնամ, չգիտեմ ինչեր անեմ այնտեղ, դառնամ անհասանելի, բայց հարցիդ կեսը չմոռացա, ուզում եմ շարունակել։ Արդյոք ժամանակի ընթացքում թրենդները եւ այն արժեքները, որոնք նորամուծություններ են, ինչպես եք կարողանում հարմարվել դրանց։ Ես առաջինը ինձ եմ հարմարվում, ինչքան էլ ժամանակը ստիպի, որ ես պիտի էս անեմ, այն անեմ, չեմ կարողանում ուղղակի։ Չեմ կարողանում ենթարկվեմ ժամանակին։ Որովհետև հա էլի իսկականից մի քիչ պիտի դուրս գաս քեզնից, պիտի քեզ ստիպես, չեմ կարող, չեմ անում։ Նաև խոսենք անձնականի մասին, որը հիմնականում ամենաշատն է հետևորդներին հետաքրքրում եւ հետևորդները ձեր զույգը բավականին շատ են սիրում։ Ինչպես եք ծանոթացել ձեր կնոջ հետ։ Կնոջս հետ ծանոթացել եմ իր աշխատավայրում, պոլիկլինիկայում, գրանցում էր։ Հա, ու այդ ժամանակ երաժշտության մեջ հայտնի էի արդեն դե մեր մոտ գիտեին նվագող Լեռնիկ, դերասանական ինստիտուտ, թատերական կներեք։ Ու երբ որ մտա ինքը գրանցողներ, պիտի պատվաստվեի, այնտեղ ասեղից վախենում էի, մի կես ժամ ինձ համոզում էին, ոչինչ, մի հատ ծակոց է, էսա չէ, վախենում եմ, ոչ մի ձև չէին կարող համոզեն, այս աղջիկը ին վրա մուննատ եկավ։ Բա դուրս եկեք, եթե ձեր առողջության մասին մենք պիտի մտածենք, ուրեմն մենք չենք մտածում, դուք դուրս եկեք, թող հաջորդը գա։ Այ քեզ բան, էսով էր։ Այս աղջիկը ինչ չգիտեր, որ բայց պետք է իմանար, ու սենց ընկա բանի մեջ։ Արդեն հետաքրքրեց ինձ, արդեն հետաքրքիր էր իմ համար, ու տենց գնացի եկա, արդեն իր մեջ այդ
շփվելուց հասկացա, որ այս աղջիկը լավ մայր կլինի, այս աղջիկը կարա հյուր դիմավորի ճանապարհի, այս աղջիկը իմ ծնողների հետ ոչ մի խնդիր չունի փոխհարաբերությունների մեջ, այսինքն այդ արժեքները իր մեջ ավելի շատ, քան թե կսիրահարվեի։ Այսինքն չեք սիրել, այլ զուտ արժեքներն եք գնահատել։ Սիրել եմ, չեմ սիրահարվել։ Սիրել եմ, գնահատել եմ իր մեջ այդ ամեն ինչը ու ասել եմ իսկական կին կարա լինի ինձ։ Իսկ դա չի Ինձ խանգարել։ ինձ անարժանիս կարա լավ կին դառնա ինքը։ Գոնե ընտանիքը կձևավորի։ Իսկ դա չի խանգարել, որ իրականում ինչքան էլ դու մարդուն այո գնահատում ես իր սեփական արժեքները լավը լինելը, բայց երբ որ այդ խորը սիրահարվածությունը չկա, արդյոք դա կյանքի ընթացքում խանգարել է։ Խորը սիրահարվածություններ ունեցել եմ։ Լավա գնահատելի է։ Էդ էլ մի բան է, որ պիտի անցնես։ Շատ լավ բան է։ Հոգու վրա ազդող, սրտի վրա ազդող, զգացողություններ բերող։ Բայց ամուսնության համար ես հետո տարիների ընթացքում հետո հասկացա, որ ամուսնությունը դա ընտրություն է, որովհետև երբեմն հարցնում են, չէ, ընտրյալը ով է։ Չեն հարցնում սիրահարվածը ով է։ Ասում են ընտրյալը ով է, ամուսնության համար պիտի ընտրեմ։ Ես հիմա էլ իմ երեխուն խորհուրդ եմ տալիս, որ աղջիկս պիտի ընտրես, չտենաս ծնկներդ թուլանա, աչքերդ կուրանա, ականջներդ փակվի։ Էդի մի պերիոդ է, էդի որ դառավ քոնը անցնելու է, դու նայի տակը ինչ ամնալու։ Ես ընտրեցի, տես, իր մեջ նկատեցի, որ աղջիկ երեխա կդաստիարակի։ Ես ապահով կլնեմ, ես դեռ սերում եմ ելնելու, տանը ինչ է կատարվելու։ Ու իմը ընտրություն էր, դե սիրահարվածությունը, որ ասում եք չխանգարի, դե բանա, սերը դա ամենօրյա քրտնաջան աշխատանք է, աշխատանք բառիս բուն իմաստով, նուրբ աշխատանք, նրբանկատ աշխատանք, որի արդյունքը երջանկությունն է, որի արդյունքը սերն է։ Հետո այդ ամեն ինչը որ հավաքվում է, նայում ես ինչ տուն է ձևավորվում, նայում ես երեխեդ ոնց է մեծանում, նայում ես որ երեխեդ քեզ թարս չի նայում, աղջիկդ։ Տեսնում ես այդ հյուրերդ ինչ երջանիկ են գնում հետ գալու ցանկությամբ։ Ասում են, «Էս ինչ լավ անցավ, ապրեք, դա իմ շնորհքը չի, դա կնոջ կինն է, այդ ամեն ինչ տերը կինն է»։ Ու սկսում ես գնահատել, գնահատանքը բերում է սիրո, սերը բերում է արդեն պարտավորվածության, որ դու այդ սերը պահես, չքանդվի հանկարծ։ Ու դա դառնում է անքակտելի, անքանդելի, ամուր ընտանիք։ Դա սիրո արդյունքն է։ Իսկ այդ ինչա կոչվում, դա կոչվում է երջանկություն։ Լեռնիկ, նաև դուք նշեցիք, որ հենց առաջինը գրավել է իր մեջ, այսինքն որ բավականին կարողացել է որոշակիորեն ընդվզել ձեզ եւ բացի դրանից իր բնավորության մեջ ինչն է տարբերվող, որ մնացածից կարող եք առանձնացնել։ Տարբերվող ինքը նախ ասեմ պինդ աղջիկը, շատ պինդ։ Իմաստուն աղջիկը, շատ իմաստուն աղջիկա իմ կինը։ Հարցերի մեջ ճիշտ կողնորոշվող, մի անգամից կողնորոշվող, ես այդպեսին չեմ։ Իմ բախտը բերել է, որ իմ կողքի կինը այդպեսին է։ Եզրահանգումներ, կարծիք, երբեմն ես զարմանում եմ, երբ որ ինքը տենա չեմ ուզենա ինքը լսի ես ամեն ինչը, բայց դե այն որ երբեմն կարծիք արտահայտվում, զարմանում եմ, ասում եմ, տես իմ մտքով չէր անցել, որ կարար, իրոք սենց կարար լիներ։ Ու նպատակասլաց, շատ նպատակասլաց։ Մենք հակառակ բևեռներ ենք։ Իսկ ձեր մեջ ինչ-որ բան կա, որ փոխել է, այսինքն նպաստել է, որ ավելի լավը դառնաք, ինչ-որ բաներ ավելի լավը լինի։ Իհարկե ինձ հիմա ուր էլ լինեմ, ուր էլ գնամ, տունը կանչում է։ Մի րոպե շուտ ուզում եմ տանը լինեմ։ Այդ ամեն ինչի մեջ արդեն երևի թե մանրամասները ասված է, էլի։ Ուզում եմ այնտեղ լինեմ։ Նաև Լեռնիկ, հակասություններ կամ բախումներ, մտքի բախումներ չեն լինում, ընդհանրապես ընտանեկան կյանքում ինչպես եք լուծում դրանք։ Կրակների մեջով ենք անցել։
մեխերի վրայով ենք քայլել։ Անցել ենք, ոնց չենք անցել։ Ներվ, ստրես։ Հիմա այդ ամեն ինչը արդեն ինքը անգամ իր այն քիթումռութը հումոր ա դարել իմ համար, իմ ու երեխուս համար։ Ես ու ինքը որ մեկ-մեկ սկսում ենք վիճել, լսում եմ Նարես ոնց է, աղջիկս ոնց է կողքի սենյակում ծիծաղում իր վրա։ Նաև մի հարցազրույց էի դիտել, որտեղ նշում եք, որ ձեզ համար շատ կարևոր էր տան ձեռքբերումը, ինչպես կարողացաք ձեր սեփական տուն ունենալ եւ ինչպիսի զգացում էր դա։ Այդ էլ մի քիչ հետաքրքիր բան էր այդ տուն ունենալը, միշտ ինքը ասում էր, տուն չունենք, մենք դրսում ենք մնալու, ես էլ ասում եմ, երբ որ այդ միտքը հանես քո մեջից, ինձ էլ չստիպես, ես էլ գցեմ իմ մեջ, որ ընկնեմ իր հետևից, ինչքան իմ կյանքում մի հատ պրինցիպ, սկզբունք կա, այս ինչ բանի հետևից չընկնել, որովհետև հենց ընկնում ես քեզնից փախնում է, հենց բանի տեղ չես դնում, գալիս է փաթաթվում ոտքերիդ։ Հա, ես տենց էի մի քիչ նայում ու մի օր որոշեցի, այդ հողակտոր ունեինք, որոշեցի տան այդ բանը գծեմ։ Քլուն գծերքս գծում եմ, շատ գումարել չունեմ այդ բային։ Ու սենց վերև նայեցի, ասի Աստված ջան, դե սկսում եմ, դե տես ինչ ես անում։ Ուրեմն այդ այն ինչը որ ես պիտի անեի, այնքան գործ լցվեց գլխիս, ստիպված գնացի մարդ ճարեցի, ինձ հարազատ մարդիկ եկան, օգնեցին, հետո տունը որ սկսում ես, դու հասկանում ես, որ դու մենակ չես, լիքը օգնող մարդիկ կան։ Հա, դե էլի ինչպես միշտ հայրս կողքս կանգնած, մի քիչ էլ ինքը բզբզած, որ այդ արի հələ մի հատ նայենք, տենանք ինչ կարանք ստանանք, ու ասում եմ, դա Աստծո տուն սարքելը, դա Աստծո կողմից օրհնված գործ է, որը որ սկսես, երբեք կիսատ չի մնա։ Ու մեր ուժերով, իմ ուժերով, սենց գնաց, քարին, չգիտեմ, ու տեսանք տունը կանգնած է, բայց ոնց եղավ։ Դե իմ համար հանելուկ չէր այդ ոնց ելնելը։ Ես բան էի խնդրել։ Նաև հավատը Աստծուն, շատերը մարդիկ կան, ովքեր հավատին այլ ձև են վերաբերվում, բայց ինքս նկատում եմ, որ հավատը ձեզ համար բավականին մեծ դերակատարում ունի։ Ընդհանրապես շատերը ասում են, որ հավատը չի կարող արհեստական կերպով ստեղծվել մարդու մեջ եւ դա մեջից է լինում։ Դուք ինչ կարող եք ասել սրա վերաբերյալ։ Դե այդ մեջը լինելու համար էլ պետք է աշխատել։ Հենց այնպես մեջը չի լինում մարդու հավատքը։ Ու հավատքը դա այն երևույթն է, այն բանն է, որ ես իրոք զգացել եմ իմ ներսում։ Ես զգացել եմ իր գործունեությունը, իր ներգործությունը, ոնց ասեմ, հավատքն այնց բան է, որ անգամ խոսքեր չեմ կարող, էլի խոսքերը քիչ են, որ ես կարողանամ մեկնաբանեմ, թե ինչ է հավատքը։ Հավատքը դա ուղղակի պետքա չհավատաս հավատալու համար։ Պետքա հավատքը դառնա քո ապրելակերպը, քո մարմինը, քո կյանքը, քո ամեն ինչը։ Թերի է, պատասխանս թերի է, շատ թերի է։ Ես այդքան եմ իմ մեջ ընդունել իրան, այդքան եմ ես իրան կպած, որ այդքանով աղքատ է իմ բառը, իմ խոսքը կամ իմ միտքը, որ ես կարողանամ բնութագրել ինչ է հավատքը։ Շատ լավ։ Նաև խոսենք ձեր աղջկա մասին, դուք հայր եք եւ շատերը նշում են, որ մարդը հայր դառնալուց հետո փոխվում է, արդյոք ձեր կյանքում փոփոխություններ եղել են։ Իհարկե, մինչև իրածնունդը հայր չէի, իրածննդից հետո դարձա հայր, այդ էր փոփոխությունը։ Իսկ որևէ փոփոխություն բնավորության մեջ կամ կյանքի նպատակների մեջ փոփոխությունները։ Դե աղջիկ ես ունենում, բնականաբար վարքագծիդ մեջ, ապրելու ձևի մեջ, չգիտեմ, ամեն ինչի մեջ արդեն մի քիչ աղջիկ ես մեծացնում, քեզ ստիպում ես, որ լիքը բաներ փոխվի, պետք է ինքը նուրբ գործ է, ինքը հեշտ գործ չի, դրա համար համ ինքո վրա ես աշխատում, համ քո ապրելաձևի։
ոնց դրսևորվես, որովհետև երեխան տանն է ձևավորվում։ Մարդու աչքերը, ընտանիքի հայելին են, երեխու աչքերը։ Ու աշխատում ես, որ այդ երեխան քեզ նենց պահես, նենց դրսևորվես, ժպիտ պարգևես այդ երեխուն, որ դրսում ինքը դրա կարիքը չունենա։ Եվ պահես իր արժեքը, ամենակարևորը իր արժեքը տանը պահես ընտանիքում։ Որ դրսում ինքը այդ ամեն ինչի կարիքը չունենա։ Դրսում իրանից մնա ժպտալը։ Իսկ ինչ արժեքներ եք տալիս ընտանիքում։ Դե հիմա որ ասելու եմ կհավատակ, արժեքները Որն է ձեզ համար առաջնային դաստիարակության մեջ մանավանդ աղջկա, որովհետև այսօր տեսնում ենք, որ ժամանակի փոփոխության հետ սերունդների հայացքները նաև փոխվում են։ Շատերը ստիպում են, որ սերունդները համաձայնության կան, ծնողը համաձայնի երեխայի կարծիքին, գաղափարներին։ Ձեզ մոտ դա հեշտ է ընդհանրապես լինում։ Չէ, դժվար է, իրականում շատ դժվար է։ Ես իր նայած մուլտը չեմ հասկանում կամ իր լսած երաժշտությունը չեմ հասկանում։ Դա միգուցե նորմալ է իմիկվա սերնդի համար, բայց նորմալ չի մեզ համար։ Մեկ էլ մտածում ես, ասում ես, մեկ գալիս է մի բան, ասում ես, կարող է ճիշտը սրանք են, մենք ենք սխալվում, կարող է ճիշտը մենք էինք, այս ամեն ինչ ուզում են աղավաղեն հիմա։ Լիքը բաներ այսօր դարելա ծիծաղելի, մեր համար են արժեքային համակարգներ ունեինք, որ այսօր դարելա ծիծաղելի, չհարցնեք որոնք են, էլի։ Ու բայց դե փորձում ես գոնե այդ վատի մեջ իրան ցույց տաս լավագույնը, էլի, այդ վատից մի քիչ։ Այդ մենք ենք ասում վատ, անգամ մենք չգիտենք այդ վատա թե տեսեք լիքը բաներ մարդու մեջ այսօր քարացած է, լիքը բան, լիքը։ Մենք այսօր չենք կարոտում, չենք սպասում, որովհետև արդեն հասել է նրան, որ մենք ոչ մեկին անհայտ լինելու կամ հեռավորությունը իրան թաքցնելու ոչ մի բան չկա էլ։ Այդ ամեն ինչը վերացել է։ Ես որ հիշում եմ, որ գնում էի գյուղ հանգստանալու, հորս ոնց էի կարոտում, 10 օր չէի տեսնում, այն ոնց էի կարոտում, մորս ոնց էի կարոտում։ Դա էլ մեջս զգացողություններ էր արթնացնում, արցունքեր բերում, էմոցիաներ էր բերում, այդ հիմա այդ ամեն ինչ չկա։ Ասում կարող է այդ ամեն ինչը որ չկա, արդեն նորմալ է, որ սենց լինի։ Նորմալ է, որ երաժշտության ձայն կա, բայց երաժշտություն չլսես։ Ձայնը կա, երաժշտության ձայնը կա, բայց դու չես հասկանում ինչ երաժշտություն է։ Մելոդիա չկա դրա մեջ։ Կարող է այդ ամեն ինչը որ խարացրին, սպանեցին մարդկանց մեջ, նորմալ է, որ սենց է։ Այս սերունդի ես չեմ համակերպվում։ Անգամ ես չեմ համակերպվում, որ մտնում եմ այդ ամեն ինչի մեջ եմ ես։ Պատպիսչիկներ, հետևորդներ։ Արդեն ես հասկանում եմ, որ մեծ դեր է խաղում, դու ինչքան հետևորդ ունես այդտեղ։ Իսկ երեխայի համար, որ իր ծնողը ճանաչված է եւ մեծամասնությունը գիտեն նրան եւ սիրում են, ինչ զգացում է դա նրա համար։ Դե միանշանակ ուրախության։ Միանշանակ լավ ազգում դրանից, շատ լավ ազգում դրանից։ Բայց ես չեմ հպարտանում կամ իր մոտ ցույց տալիս, որ այդ է սրանից հետո սենց պիտի լինի։ Ինքը ուրախանում ասում է, պապ, որ քայլում ենք, երաժիշտներ են հանդիպում են վատ ապրող մարդիկ, ովքեր դրամ են հավաքում։ Չեմ կարող անտարբեր անցնեմ, ասում եմ, պապ, այնքան սիրում եմ այդ քո, որ քայլում եմ, կարիքավոր մարդուն դու ձեռ ես մեկնում։ Կարող է ուրիշ դերասաններ չեն անում, բան սենց, չէ, ասում բալես։ Մենք էլ իրանցից մեկն ենք։ Ինքն էլ է քայլում, ես էլ նույն փողոցով։ Ձեռքը մեկնում է, օգնում եմ, բա մեկնողին պիտի օգնես։ Նաև կնոջ դերակատարումը ձեր ինչ ընդհանրապես դեր ունի դաստիարակության մեջ եւ միանշանակ ձեր հարաբերությունները երեխայի հետ, որպեսզի ավելի կայուն լինի, արդյոք կինը մեծ դերակատարում ունի այստեղ։ Հենց կինը մեծ դերակատարում ունի երեխայի դաստիարակության հարցում։ Անկամ կնոջ ձեռքն է երեխան հոր հետ ոնց կվերաբերվի։
ու այդ արժեքների պահպանումը հայր, երեխա, դա կինն է ձևավորում։ Այդքան հզոր երևույթ է կինը, նայած ինչքան է խելացի ու իմաստուն։ Խելացից չէ, մի քիչ չեմ ասի, ինչքան է իմաստուն այդ կինը։ Երեխու աչքին ինչ կդարձնի հորը կամ ոնց կբարձրացնի կամ ոնց կգցի։ Այո, կինն առաջ տեղում կինն է։ Որքանով է իմաստուն ձեր կինը։ Ես իրան շատ եմ սիրում։ Եկեք սենց ասեմ։ Այսքանով սահմանափակենք այդ հարցը ընդհանրապես։ Իմաստունի հարցը, հա, ես իրան շատ եմ սիրում, շատ։ Լեռնիկ նաև անցում կատարենք ձեր դերասանական կարիերային, ինչպես ստացաք առաջին դերը, որը բավականին սիրվեց եւ մեծ տարածում ունեցավ, եւ որն է ընդհանրապես ձեզ համար այդ դերը։ Առաջին դերը, թե որ դերը, որ ճանաչում։ Եկեք առաջին դերից խոսենք, հետո կարող ենք անցնել հաջողություն ունեցածը։ Առաջին դերը, եթե չեմ սխալվում, մի վախեցիր ֆիլմն էր, որտեղ օպերի դեր էի խաղում ոստիկանի։ Փոքր կտոր էր ինքը։ Հա, բայց գիտեք ինչն էր հետը, որ դրանից հետո, որ հանդիպում էին մարդիկ, այդ ֆրազան ինձ ասում էին։ Այսինքն հիշվել էր։ Հա։ Տպավորվել էր։ Էլ ինչ ասեմ։ Նաև ամենասիրվածը, որ ձեր դերը բավականին շատ սիրվել է։ Հա, եղել է։ Եկեք երևի թե չառանձնացնեմ, տենց կերպարները չառանձնացնեմ, բայց որտեղ որ խաղացել եմ, խարիզմա եղել է։ Ընդհանուր բնութագրումն եմ ասում, ոչ թե իմ, այլ իմ հեռուստադիտողի։ Ընդհանուր բնութագրումը, այդ ինչ հավեսով ես խաղում, այդ ինչ խարիզմատիկ ես խաղում, բան, բայց եղել է նաև, այո, ասենք Full House-ի Գագասիս կերպարը սիրվել է շատ։ Կամ անհասցե ծնվածների Լեռնոյի կերպարը սիրվել է շատ։ Այս Իվան Ժիրո ենք նկարում, չգիտեմ ինչքանով է սիրվել կամ չի սիրվել, բայց խոսում են մարդիկ, արտահայտվում են, կարծիքներ են գրում, ու ես դա զգում եմ, որ սիրել են, հասկանում եմ, որ սիրել են։ Բայց տենց չասեմ էլի, ես կերպարս տենց խելագարության եմ հասցրել, չէ։ Նաև, եթե ամփոփենք, ինչպես եք ձեզ պատկերացնում 10 տարի հետո եւ ինչ նպատակ ունեք, որը շատ կցանկանաք, որպեսզի իրագործված լինի։ Նպատակ չէ, բայց ցանկությունս, որ աղջկաս կյանքը լավ դասավորվի։ Ցանկություն, մեծ ցանկություն, որովհետեւ փոքրի շատ ենք ապրել ենք, էլի, այս կյանքը ապրել ենք, չեմ ասում բիձա բաներ չեմ ասում։ Ուղղակի ապրելով մի քիչ հասկացա, որ գերիմաստը դա երևի թե երեխու համար պայքարել, թե չէ, այս աշխարհը չես հասկանում ուրա գնում։ Ինչի համար ես եկել։ Դե ինչ Լեռնիկ, շնորհակալ եմ նման հետաքրքիր եւ անկեղծ զրույցի համար, վստահ եմ, որ մեր հետևորդներին որոշակի ձևով նոր կերպով կարողացանք ձեզ ներկայացնել։ Շնորհակալ եմ շատ հաճելի էր։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։